Մտորումներ Սարալանջ գյուղից գտնվում եմ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում, ստեղ գիտեք իմ տունն է, տներից մեկը, այսինքն ամառանոցս եւ Սարի թատրոնս է, որը որ շարունակում եմ սարքել, դա մասին հետո կխոսենք։ Նստած տղեկով մտածում էինք այս ընտրությունների մասին, թե լավ, ինչպես կարելի է անել, որ ընտրակաշարք չլինի, որովհետև դուք գիտեք, որ այս վերջի ընտրությունները աննախադեպ ընտրակաշարքներ կար եւ Մոսկվայից, այսպես ասած, դեսանտ էին ուղարկել տասնյակ հազարավոր մարդիկ, ну, իրանց ասելով, չգիտեմ, որոնք որ եկել էին, որոնց համար տոմս էին առել, որոնց ընտրակաշարք էին տվել, շատերին բռնեցին, չգիտեմ, տուգանեցին, թե թողեցին, թե էսիմինչ, ահագին բոլոլա եղավ այդ թեմայով եւ դեռ շարունակվելու է Փաշինյանն է հիմա ասենց չագուճը ձեռը, որ բոլոր ընտրակաշարք տվողները ու ստացողները պատժվելու են, չեմ հավատում իհարկե, բայց ասում է դրա մասին մի հատ միշտ ամենակարևորը կանխարգելման մեխանիզմն է, հա, ամեն ինչում, որտեղ հանցագործությունը չի կարող չլինի բանում հասարակությունում։ Հասարակությունը բաղկացած է տարբերից, որոնց ինչով մի զգալի մասը հանցագործ են, հա։ Բայց կան կանխարգելիչ ինչ-որ տես գործողություններ, չգիտեմ, սկզբից ասենք դաստիարակություն դպրոց, բան, որը որ բավական էֆեկտիվ է, բայց ժամանակ է պահանջում, կան հետո իրավապահ մարմիններ, որոնք որ էլի կանխարգելում են այդ ամեն ինչը, եւ ի վերջո կա պատժիչ արդեն տենց ինչ-որ գործողություններ, որ ասենք հանցագործություն անում ես, դստում ես բանտ, բայց ոնց անել, որ կանխարգելել այդ ամեն ինչը։ Ընտրակաշարքը որպես այդպեսին կանխարգելելու համար, որ ասենք որ գան, ասենք փոխտան, ասենք գնա ընտրի, միանգամից չի ստացվի, որտեղ մեր ժողովուրդը սովոր է։ Մեր ժողովուրդը տարիներ շարունակ լումպենացրել են, բերել են, բաժանել են, լոբի են բաժանել, ինչ են արել, փող են տվել, ինչ-որ մեկը ասենք հարց ա ունեցել, այդ հարցը գյուղապետը կամ քաղաքապետը, թաղապետը լուծել է, ասել է դե կեթաս կընտրես, կամ իշխանությունը նույն ասենք, չգիտեմ, գալիս էր ընտրություններից առաջ սկսում էր ասֆալտ անել, էս անել, գծնել, ինչ-որ խնդիրներ լուծել, հա, կամ թեկուզ այսօրվա իշխանությունը բանեցնում է ինչ-որ ասենք իր ռեսուրսը, բանի, այլ էդ էլ է ընտրակաշարքի նման մի բան է, բայց օրենքի սահմաններում է, որտեղ ասենք իշխանությունը կարամ մի անգամ դուրս գամ առաջի ալիքով, հանրայինով, կարան 20 անգամ դուրս գամ առաջի ալիքով, դա ոնց որ կաշառք չի, էլի ասենք ռեսուրսի բանեցում է, հա։ Բայց ես խոսում կոնկրետ կաշառքի մասին, ունենք ինչ անել, տեսեք, մենք ունենք բազմաթիվ բաներ, հայրենակիցներ, միլիոնավոր, այսպես ասած, սփյուռք ունենք, եւ դրանցից զգալի մասը ունի երկրորդ ազնագիրը եւ միշտ գալիս է Հայաստան հանգստանալու կամ Հայաստան գործ անելու, բարեկամներին տեսնելու։ Արդյոք կարաս դու արգելես մարդուն, որ ունի երկրորդ պասպորտ եւ գալիս է այդտեղ ընտրություններին։ Օրենքով իհարկե ոչ, որովհետեւ ես Հայաստանի քաղաքացի եմ, հա, 5 ուրիշ երկրների քաղաքացի եմ, որ երկիրը որ թույլ է տալի, որ երկքաղաքացիություն ունենամ, բայց որոշում եմ գամ մասնակցեմ ընտրություններին։ Մենք մեր օրենսդրության մեջ ունենք շատ լուրջ մի հատ սխալ, որը ինձ թվում է, նա իմ սուբյեկտիվ կարծիքն է, նաև որոշ իմ ընկերների, որոնց հետ ասենք զրուցել եմ ես վերջերս, որ այն մարդը, ով որ չի ապրում Հայաստանում, եւ ով որ չի մուծում այստեղ հարկեր, ինքը ընտրությանը մասնակցելու իրավունք չունի։ Ну, հիմա զուտ բարոյական իրավունք չունի, բայց օրինակ ես կարծում եմ չունի նաև իրավական իրավունք։ Բայց դե այդ օրենքը դեռ չկա։ Ես կարծում եմ այդ օրենքը պետք է ընդունել, որ այն մարդը, ով որ այստեղ հարկ չի մուծում, չմասնակցի ընտրություններին, ինչի համար։ Հիմա կասենք այ քեզ բան, հարկ չի մուծում, բայց դա ագին օգուտ է տալի ուրիշ բան։ Չէ, բայց բան չեմ ասում։ Մարդը հայտնի երկիչ է, հայտնի գիտնական է։ Մենք բոլորս հպարտանում ենք, որ ինքը հայ է, բայց ինքը իրավունք չունի ընտրությունների մասնակցելու, որովհետև ստեղ հարկ չի տալի, որովհետև հարկ տալը դա այս պետության հետ կապվածության ինչ որ մի շղթա է։
դու հարկ ես տալի պետությանը, իշխանությունը ձևավորում, ինքը այդ հարկով իշխանությունը դու վարձում ես իրան, հա, ոնց որ դու վարձում ես իրան, ոնց որ բանվորի ասենք կարամ փող եմ տալի, ինքը աշխատում է։ Նույնն էլ է դա, եթե դու փող չես տալի այդ իշխանությանը, որ նա աշխատի, ինչ իրավունքով ես իրան ընտրում։ Մենք խնդրում մտածեք այդ ուղղությամբ, սիրելի հետևորդներ, որովհետև դա ոնց որ երբ որ ես գնում եմ ընտրությունների, դա իշխանության հետ պայմանավորվածության նման մի բան է, դու պայմանավորվում ես իշխանության հետ, հա, ընդդիմություն լինի, դիմություն լինի, կապ չունի։ Դու պայմանավորվում ես, դու ուզում ես ասենց իշխանություն ընտրես, որպեսզի վաղը իրանց պահանջես։ Իսկ եթե ես գալիս եմ Ուրյուպինսկից, ասենք գալիս եմ, կամ չգիտեմ, Ֆրանսիայի, ասենք, Ջի գյուղից, ասենք, գալիս եմ, կամ Մոլենրուվեսի որտեղից, կամ չգիտեմ, Տեխասից գալիս եմ, ես ինչ եմ պայմանավորվում ես իշխանության հետ։ Ես գալիս եմ իմ երկիր, հա, ես իմ հողն է, իմ ջուրն աստե կարող է պատա, ես ինչ բարեկամ ունեմ, պարոն եմ, գալիս եմ, տժում եմ, հաց եմ ուտում, փող եմ ծախսում, հարց չկա, նորմալ է, հայ եմ ինձ զգում, բայց ես իրանց հարկ չեմ տալի, իմ հարկով, իմ աշխատած փողով, այս իշխանությունը, որը դու վաղը պետք է ձևավորես, չի աշխատում։ Ու դու ինչ ես իրանց ընտրում, դու ինչ իրավունք ունես իրանց ընտրես։ Եթե ես սխալ եմ խոսում, ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեր կոմենտներում գրեք, որովհետև այդ դեպքում ես չեմ ուզում հիմա հենց այն ռուսական սփյուռքի մասի խոսեմ, որովհետև հա, այսօր ամենաուղեղը լվացած, ամենավտանգավոր, ամենահակապետական, ամենահակահայկական, այսպես սփյուռքը դա ռուսական սփյուռքն է այսօրվա դրությամբ, որովհետև այնտեղ շատ այդպես մարդիկ կան, որովհետև իրենք ապրում են ավտորիտար մի երկրում, որտեղ հերոստացույցը ուղեղները լվանում է, հիմար բաներ ասում են, մի հատ Սալավյովին լսեք, Ալեն Սիմոնյանը բաներ էր, շեր էր արել, թե բանուգործ շուրի այդ մարդը, խես շեր արում դրանք։ Իրանք ում շունն են, որ դու պաշտոնյա մարդ ես, ամեն անասունի խես դու շեր անում, կարաս ինձ ասես։ Այդ ալիքները փագելու, ռադ անելու տեղը բանեն շեր են անում։ Նայեցի ներվայնացա։ Ինչև է։ Ախ, ոնց ներվայնացա, մոռացա։ Հա, այդ զանգվածի մասին չեմ խոսում մենակ, որը Ռուսաստանում է ապրում, ընդհանրապես, ու որտեղ ուզում է լինի։ Որտեղ ուզում է, եթե ինքը հարկատու չի քո պետությանը, ինքը ընտրությունների չպետք է մասնակցի։ Հիմա դա ոնց անել։ Իհարկե, եթե դա անել նենց սովետական ձևերով կամ նենց ոնց որ մենք սովոր ենք, մի քանի տարի առաջ դա կոռուպցիայի մի հատ մեծ բուն է, իհարկե, բայց հիմա IT դարում, այնտեղ գիտեք, շատ, ասենք, ձևեր կա այդ ծրագիրը գրելու, դա արդեն IT ոլորտի մասնագետների հարցն է, ոնց դա հաշվել, ոնց հաշվարկել, մարդը երկու պասպորտ ունի, թե այստեղ հարկ տալիս է, թե կարող է երկու պասպորտ ունի, բայց հարկ է տալի։ Երկու պասպորտ ունի, բայց 5 հատ տուն ունի այստեղ, այդ տները վարձով տալիս է, մի հատ էլ բիզնես ունի, այստեղ չի ապրում, պասպորտ ունի, բայց բանա հարկ է վճարում։ Էդ էլ է հնարավոր։ Այդ դեպքում հնարավոր է ինքը պիտի անպայման ընտրությունների մասնակցի, որովհետև ինքը հարկատու է, ինքը այս պետությունը ձևավորողներից մեկն է։ Պիտի հարկ մուծի եւ այդ պետությունը ձևավորի, նորմալ է։ Ամեն անգամ երկիր մտնելուց կամ դուրս գալուց, կամ նույն ընտրություններին գնալուց։ Հիշում եք, չէ՞ մատը սխվում ենք մի հատ, այդ մատը ինչի է սխվում։ Այդ մատը քո ID քարտի տվյալներն է, որ դու երկրի քաղաքացի ես, որ դու ես ծնունդ ես, որ դու ստես ծնվել, որ դու ես հասցեով ես ապրում եւ որ դու չես հետապնդվում այսօրվա դրությամբ իրավապահ մարմինների կողմից։ Հա, ռոզիսկի տակ չես կոպիտ ասած։ Երկրից դուրս գալուց մտնելուց էլ է տենց։ Մատը ծխվում ես, ընդ սաղ այդ ինֆորմացիան գրում է։ Նույն բանը կարելի է մտցնել նաեւ այդ ծրագիրը։ Այս մարտը վերջի 2 տարի հարկ մուծել է, թե չէ։ Շատ հնարավոր է այստեղ ապրողներն էլ արդեն չգնան ընտրությունների, որովհետև հարկ չի մուծում։ Ան ինչ անկապ մի հատ մարտա չի, սեմիշկա է ծախում, ասենք հարկ չի մուծում, կամ ասենք գյուղացի է, որ ասենք ծախում է, բանը ապրանքա ծախում, բանա ծախում եւ առանց հետեմեի, առանց ոչ մի բանի եւ խուսափում է այդ հարկերից, հա, չի ասենք, չգիտեմ, կարտոլը ծախեց, այսքան փող առաջացավ իր մոտ, օրենքով ինքը պետք է գնա ինչ որ հարկ մուծի այդ բանից, չէ, այդ
առաջացրած այդ գումարից, հա, գյուղատնտեսական ապրանքներից մենակ մեղրն է, որ չի հարկվում, հետո ես գիտեմ որպես մեղվապահ, հա, հա, մնացած սա հարկվում է։ Եթե դու հարկ չես տալ, ինչ ես գնում ընտրության, կարաք ինձ ասեք։ Յանի ինչ։ Այսինքն անպայման չի որ ինչ որ ուրիշ երկրի քաղաքացի լինի։ Այդ դեպքում այդ ընտրած զանգվածը կչանա։ Հա, ընտրած զանգվածը կչանա ու ավելի հասկանալի կլինի ով է գնում ընտրության։ Ինչ մարդ է գնում ընտրության։ Այդ սաղի ցուցակները կլինեն, այնտեղ չեն լինի մեռելներ, այնտեղ չեն լինի մարդիկ, որոնք որ այդտեղ չեն ապրում, բայց գալիս են դե պրոստը խորոված ուտելու Հայաստան են գալի ձեռի հետ է դա ընտրության։ Այնտեղ չեն լինի մարդիկ, խեղճ մարդիկ, որոնց ասենք գալիս են, չգիտեմ, ասենք իրա բուտկա է աշխատացնում, ասենք Յարասլավլի, եսին որ ասենք Անտերանոցում, հա, բայց գալիս է իրանց ասենք յուղի քյոխվեն, ասում է դավայ բալնիկը տուրստ է, այս կես տոմսը գնում ես Հայաստան ընտրության, ու այդ մարդ ուզած չուզած իր բիզնեսը փակում է, գալիս է հանցագործություն գործելու, որով իր տոմսը առնում են, որով իր հյուրանոցը առնում են, դրա կաշառք է, բայց ինքը չգիտի ես այդքան չի հասկանում, այնքան ապուշա, որ լեւի բաներ, ասում հա դե ժամը 7-ին ասում է պիտի իր գուլը թռնենք այդտակ Մոսկվա որից դե վտանգավոր է երեխեքի։ Դիմաց կպիտի անասուն լինի, ջոգովի կամ տավալ լինի, որ ասես հանգիստ տենց ասենք, տենց ասի որ հա ես հանցագործ եմ, բայց դե պիտի չեմ հասկանում որ հանցագործ եմ, էլի հասկանում եք։ Այդ մարդիկը կպակասի, որ այդ մարդկանց զգալի մասը չի ուզում գա Հայաստան ընտրության ժողովուրդ։ Իր համար 30 տարի տես ժամանակին գնացի ասֆալտա փռե, ինչ որ մի հատ ռուսկնի կա արետրի պերանգե երեխայա ունեցե ու մնացել անդել չի էլ վերադարձել ասենք Հայաստան հետո հասկանում եք ասենք լավ է թամբա պետք է ինձ բան լիքը տես մարդ կա անկապ որ ասենք իսկի Հայաստանի անունը մոռացել է հասկանում եք ու այդ մարդու բուտկեն փագում են կոշկակարի ասում են վсё գնա Հայաստան ընտրության ու ինք ուզած չսած բիզնեսը թողում գալիս ասում ու գալիս նավսի տակ անգնում այսինքն մենք այդ հայրենակիցներն էլ կօգնենք որոնք որ հայ են էլի կարող ապատել լավ մարդ են բան չեմ ասում վայ հասկացանք Հայաստանը շատ очень люблю родину очень я в общем русский школа скончался էլի հարց չկա գալիս է գնում է բայց նավսի տակ չի գնի ամեն անգամ այդ մարդ В общем, այդպես բան եմ առաջարկում, չգիտեմ, ու ոչ միայն ես, իհարկե ընկերներ կան, որ ասի, պրոստը ասում ասա դրա մասին, որ այսուհետ մինչև մյուս ընտրություններ գոնե այդ հարցը լուծվի։ Եղբայր հարկը տալիս ես, արի բաները, ես էլ ասենք, տարվա զգալի մասը Ամերիկա եմ ապրում, բայց դե հարկ եմ լուծում այստեղ։ Սեփականություններ ունեմ, բան ունեմ, ասենք աշխատում եմ, թատրոն ունեմ, տոմսից հարկա գնում, հեսա գնում, ասենք բուծում եմ, ես պետության տերն եմ, ասենք ես պիտի ձևավորեմ իշխանություն։ Անպայման պիտի ձև, որտեղ վաղը միսօր իր հետ մտնում եմ ինչ-որ դիալոգի մեջ։ Հա? Անպայման չի ստեղ սաղ տարին ստեղ նստեց, մանավանդ արտիստ ես, կարող է պատե մարդը նկարիչ, հա? Գնում է միտեղ ասենք նստում է նկարում է բաման, հետո ծախում է իր նկարները, ստեղ էլ հարկա տալի։ Հա, անպայման չի արվեստագետը կամ գիտնական արվեստագետը ընդհանրապես կապված չի հողին, էլի, նա ասենք մի քիչ աշխարհի մարդ է, էլի։ Ես կարծում շատ հետաքրքիր առաջարկությունն է եւ լուծելի հարց է ու ինչ ասեմ, մինչեւ մյուս ընտրությունները եթե այդ հարցը լուծվի, ասես ցնցումների մեջ երկիրը չի ընկնի։ Սենց այլանդակություն ես երբեք չեմ 30 դες քոչարանի Սերժի վաղ սենց այլանդակություն չկար կար սպանություններ կար միտինգներ կար հետապնդումներ այդ ամեն ինչ եղել է որոշ չափ հետապնդումներ ստեղել եղավ լավ սպանություններ չեղավ այսօրվա դրությամբ հա բայց սենց չիրեմ քֆուր չտամ խոսք եմ դուրել քֆուր չտամ հա սենց բան ես չեմ հիշում Եվ դրանից պիտի ասենք խուսափել եւ իսկապես երկիրը ցնցումներից պահել, որովհետեւ մեղք ենք ամեն անգամ ասում ես այս ինչ է։ Եվ գիտեք, արդյունքների վրա շատ ազդեց այդ ամեն ինչը, շատ ազդեց։ Եթե դա չլներ, կլներ լրիվ այլ պատկեր։ Ուրիշ բաներ էլ կային, ընդդիմադիր կուսակցություններ էլ կային, որոնց մասին խոսում էի, կարող ապատե իրանք մտնեին որպես ընդդիմադիր։ Կարող ապատե իրանք այնքան հավաքեին, որ քեպեն էլ չասներ։ Չգիտեմ, այսինքն դու Չես կարա հասկանաս ինչ կարող լիներ, եթե այդ ռուսական այդ սեգմենտը չլներ, այդ արտասահմանից եկած, այլ լիներ նորմալ ընտրություններ Հայաստանի քաղաքացիների, որոնք որ հարկատու են,
որոնք որ ծառայել են, որոնք որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Այդքան բան ես գնացի ժողովուրդ ջան, Սարի թատրոն դեռ սարքում եմ, այս քանի օրը մատերիալ եմ առնելու, շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ ինձ աջակցել է, խնդրում եմ, եթե կարող եք մի քիչ էլ աջակցեք, այդ վերջի պոչնա, այս շկել ենք, պոչնա մնացել, սա քանդել եմ, արդեն շուտով սկսում եմ հավաքել, շատ շնորհակալություն եւ անպայման քանդեմ։ Հա, ամսի 14-ին է, համեցեք Irish Pub, ներկայացմանս Շարքային Դանիելյանն եմ խաղալու, ամսի 20-ն էլ եկեք Կամերային թատրոն, տարինց քեզ հետ ներկայացումը դիտելու։ Հաջող